Հայաստան խմբակցության սիրելի գործընկերներ, մասնավորապես պարոն Մինասյան, իմ կարծիքով ես եւ դուք շատ լավ հասկանում եք ինչու եք դուք նման բովանդակությամբ ելույթ ունենում։ Ինչու է պարոն Մանուկյանը այդչափ բոցեռանդ ելույթ ունենում ռեպրեսիաների մասին, չգիտեմ, տարատեսակ։ Եվ որ ամենակարևորն է, պարոն Ռուբինյանի հետ իհարկե դժվար է չհամաձայնել, որ մեր քաղաքացիներն են դա հասկանում։ Հասկանում են այս նախագիծը ինչու է բերվել, հասկանում են ձեր ռեակցիան ինչով է պայմանավորված։ Պարոն Մանուկյանը, Գեգամ Մանուկյանը իհարկե ինձ զգալիորեն զարմացրեց, երբ ասաց, որ Վլադիմիր Սալավյովը էշ դուրս է տալիս, ես ցիտում եմ, ներողություն եմ խնդրում քաղաքացիներից, իսկապես զարմացած եմ։ Բայց այ պարոն Մանուկյանին ուզում եմ ասել, որ ես կարծում եմ, որ եթե այս օրենսդրական փոփոխությունները չարվեն, դրանք անընդհատ եւ անդադար կրկնվելու են ապագայում։ Մեր կարգավորող մարմինը ինստիտուցիոնալ մեխանիզմ գործիքակազմ պիտի ունենա, որպեսզի պարոն Մանուկյանը նորմալ հանգիստ սրտով հեռուստահաղորդումներ դիտի եւ չնյարդայնանա։ Բայց մյուս կողմից այ հակասությունը կայանում է նրանում, որ եթե պարոն Մանուկյանը նյարդայնանում է, որ մեր հեռուստադիտողներին նման բովանդակությամբ անընդունելի, աններելի հաղորդումներ կամ ծրագրեր է հրամցվում, մյուս կողմից ասում է, որ իշխանությունները գալիս է ռեպրեսիաներ կիրառելու ու անհանգստանում է օտարերկրյա հեռուստա ալիքների համար եւ ազգային ժողովի ամբիոնից կառավարությանը մեղադրում է, որ օտարերկրյա հեռուստաալիքների նկատմամբ ռեպրեսիաներ է կիրառում այն դեպքում, երբ ինքը 5 րոպե առաջ ընդունեց, որ առանձին հաղորդումների դեպքում անընդունելի եւ մեր երկրի ներքին կյանքին միջամտող բովանդակությամբ հաղորդումներ են հեռարձակվել։ Ես կարծում եմ, որ այս հակասությունները պայմանավորված է հենց այն պատճառով, որի մասին ես հրապարակային չեմ արտահայտվի, բայց արդեն ասացի, որ եւ ինձ եւ ձեզ հայտնի է, թե այս նախագծով ինչ խնդիր է լուծվում մեր երկրի անվտանգության, մասնավորապես տեղեկատվական անվտանգության համատեքստում եւ ինչ է թաքնված ձեր ելույթների եւ ձեր արձագանքների ու ռեակցիայի տակ իրականության մեջ։ Շնորհակալություն։